Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, օրեր առաջ լույս աշխարհ է եկել Լուսինե Թովմասյանի երրորդ երեխան։ Մոդելն ամուսնուն դուստր է պարգևել։ Նա քիչ առաջ հիվանդանոցից նոր լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ ու գրել հետևյալը. «Իմ սիրունիկը լավ է, պարզապես դեռ մի փոքր է դուրս գրելու համար։ Պետք է մի քիչ զինվենք համբերությամբ և սպասենք, որ քաշ հավաքի ու ավելի ուժեղանա։ Երբեք ոչինչ պետք չէ պլանավորել, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լինի», գրել էր Լուսինե Թովմասյանը։ Լուսինեն այսօր իր երեխաների մասնակցությամբ նոր լուսանկար է հրապարակել, որտեղ որդու և ավագ դստեր հետ է։ Լուսինեն գրառում է կատարել ու նշել հետևյալը. «Կարոտած ու շատ երջանիկ», նշել էր Լուսինե Թովմասյանը։ Star News-ը ևս մեկ անգամ շնորհավորում է մոդելին ու սպասում նրան նոր հրապարակումներին։ Իսկ մենք հավելենք, որ ամիսներ առաջ հղիության մասին լուրը հայտնելուց հետո Լուսինե Թովմասյանը հյուրընկալվել էր «Սրտի տանիքներով» հաղորդմանը, որի ընթացքում հաղորդավարուհին զրույցը սկսել էր ամենաքննարկված թեմայի՝ Լուսինեի հղիության մասին։ Լուսինեն այս մասին խոսելով նշել էր. «Ջենդեր փարթին արեցինք միայն աղջկաս խնդրանքով, քանի որ նա շատ էր ուզում այդ կերպ պարզեինք սեռը։ Միջոցառումը կազմակերպեց քույրս։ Գրեթե մեկ ամիս նա գիտեր ապագա երեխայիս սեռը, սակայն Իրինան իրեն ամուր պահեց ու մինչ այդ պահը չասաց ոչ ոքի։ Հոգու խորքում իսկապես երազում էի աղջիկ ունենալ։ Աշխարհի երջանիկն եմ, որ ունեմ և Ալեքին, և Արիանային, բայց երրորդին երազում էի, որ աղջիկ լինի։ Միայն թե ապագա երեխայիս անունը դեռ չենք որոշել», այդ մասին նշել էր Լուսինե Թովմասյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում, իսկ մենք նշենք, որ Լուսինեն դեռ չի շտապում դստեր անունը հանրայնացնել։ Սպասում ենք նոր հրապարակման։ Հավելենք նաև, որ Լուսինե Թովմասյանն այս տարիների ընթացքում մասնակցել է մի քանի հարցազրույցի, որի ժամանակ անկեղծորեն պատմել է իր առօրյայի, գործնական դադարի, ընտանեկան կենսակերպի և այլ թեմաների մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Լուսինեի մասնակցությամբ հերթական հարցազրույցը, որի ժամանակ առաջին հարցը ուղղված Լուսինեին հետևյալն էր. «Լուսինե, կար ժամանակ, երբ հանրության մի հատված տվել էր ձեզ բիզնես լեդիի պատիվը, ամուսնությունից հետո, սակայն, գործնական կյանքը ամբողջությամբ մղել եք երկրորդ պլան, առաջնահերթությունը տալով անձնական կյանքին։ Այդ դադարը նպատակային չէ, պարզապես ինքս էլ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել բալիկներիս հետ։ Դեռ չեմ մտածում, թե առաջիկայում ինչով եմ զբաղվելու, դրա ժամանակն էլ չունեմ, անկեղծ ասած։ Բայց անշուշտ կաշխատեմ, երբ ցանկանամ։ Այս շրջանում բազում առաջարկներ եմ ստացել հեռուստատեսությունից, սակայն ինքս էլ հասկանալով, որ ֆիզիկապես չեմ հասցնի աշխատանքին նվիրվել, մերժել եմ դրանք։ Դեռևս չկա նաև մի գործ, որի շրջանակում գումար ներդնելու ցանկություն ունենամ, եթե լինի, չեմ հապաղի», նշել էր Լուսինեն։ Վերջին շրջանում Miss Հայաստան մրցույթ արդեն չի կազմակերպվում։ Ըստ ձեզ, մենք առհասարակ այսօր ունենք նման մրցույթների կարիք։ Իհարկե ունենք, քանի որ դրանք մասնակիցներին արտերկրում հանդես գալու հնարավորություն են տալիս, բայց այն մրցույթներին, որ Հայաստանում կազմակերպվում էին, վերջին շրջանում ոչ ոք արդեն չէր ուզում մասնակցել, քանի որ դրանք անցկացվում էին ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Եթե այդ կազմակերպչական հարցը երբևէ շտկվի, վստահ եմ, որ շատ հայ աղջիկներ կուզենան մասնակցել մրցույթին։ Իհարկե, տարիներ կպահանջվեն, բայց այդ կերպ հնարավոր կլինի նաև վերականգնել մրցույթի բարի համբավը։ Մոդելային ոլորտը դրսում ծաղկում է ապրում, և շատերը կցանկանան դուրս գալ արտերկիր, իսկ այստեղ ամեն գովազդի և ցուցադրության համար աղջիկները ստանում են չնչին գումարներ, նշել էր Լուսինեն։ Իսկ հաջորդ հարցը այսպիսինն էր. «Երբ այսօր զբոսնում եք մայրաքաղաքի փողոցներով, երիտասարդ աղջիկների շրջանում, կա մի ընդհանուր միտում, որը ձեզ նկատելի է։ Այո, ես այսօր տեսնում եմ շատ գեղեցիկ երիտասարդ սերունդ։ Եթե համեմատենք տարիներ առաջ մեր ունեցած պատկերի հետ, ապա կնկատենք, որ այսօր մեր աղջիկների առօրյայից համեմատաբար կորել են բարձրակրունկ կոշիկները։ Նրանք նախընտրում են հագնվել առավել հարմարավետ։ Սա նշանակում է, որ հայ աղջիկները ինչ-որ առումով ձերբազատվել են բարդույթներից, ինչը ուրախալի է։ Վերջերս կայքերից մեկը ձեզ վերագրել էր քթի պլաստիկ վիրահատություն, առհասարակ պլաստիկ վիրահատական միջամտություններին ինչպես եք վերաբերվում։ Այո, ես տեսա այդ նյութը, և դա ուղղակի ծիծաղելի էր։ Ասեմ, որ երբևէ չեմ դիմել պլաստիկ վիրահատության, բայց միևնույն ժամանակ չէի ասի, թե այդ երևույթին
վատ եմ նայում։ Եթե մարդ իրոք ունի դրա կարիքը, պարտադիր պետք է դիմի վիրահատության, ինչու ոչ։ Բայց ահա շուրթերը փքելու համատարած տենդենսը ուղղակի զզվելի է։ Կարծում եմ կինը պետք է ինքնավստահ լինի, նրա արտաքին տեսքն ու ներաշխարհը պետք է հաշտ լինեն միմյանց հետ։ Այդ պարագայում շատերը նման քայլի չեն դիմի։ Երջանիկ ընտանիք ունենալու ձեր մոդելը ո՞րն է։ Կարծում եմ ամուսինները պետք է զիջող լինեն։ Օրինակ մեր միջի զիջողը, հարմարվողը ես եմ։ Միանշանակ դրա դիմաց ստանում եմ համարժեք վերաբերմունք։ Ամեն օր, հատկապես երեխաների ծնունդից հետո, մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդնում, որ մեր ընտանիքը ամուր լինի։ Դատելով լուսանկարներից ձեր դուստրը նման է ձեզ։ Ինչ փոխվեց ձեր կյանքում նրա հայտնվելուց հետո։ Ինքս դժվարանում եմ համեմատել, սակայն կողքից շատ կարծիքներ եմ լսել, ըստ որոնց դուստրս նման է և ինձ և ամուսնուս։ Նրա ծնունդից հետո իմ ողջ առօրյան է փոխվել, մտածելակերպը, բայց փոխարենը գանձ եմ ստացել։ Ամուսինս էլ աշխատում է ամեն բան անել, որ ընտանիքով ավելի շատ ժամանակ անցկացնենք միասին։ Երեկոյան զբոսանքների գնանք, թեպետ ամեն բան ինքնըստինքյան ստացվում է։ Եվ վերջում, կարող եք ձեր խոսքն ուղղել երկրպագուներին, որոնք նույնիսկ 10 տարի անց չեն մոռացել ձեզ։ Իսկապես շատ հաճելի է, երբ ուշադրության պակաս չես ունենում։ Դա միայն դրական էմոցիաներ է արթնացնում։ Ուստի անչափ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց։ Հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Լուսինե Թովմասյանը։ Հարցազրույցներից մեկի ընթացքում էլ տարիներ առաջ Լուսինեն պատասխանել էր հետևյալ հարցին. Դուք ձեր ուժերը փորձել եք և հաղորդավարի, և դերասանի գործում, որ աշխատանքն եք առավել սիրել։ Չեմ կարող ասել, որն է հոգեհարազատ, բայց կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ հետաքրքիր են։ Եթե միացնեմ նաև մոդելային կարիերան, որով ժամանակին զբաղվել եմ, պետք է ասեմ, որ այն ամենը, ինչ կապված է բեմի, տեսախցիկի հետ, ինձ հետաքրքրում է և հաճելի է։ Բայց ասեմ նաև, որ այդ ամենին չեմ վերաբերվում որպես մասնագիտություն։ Թատերականը չեմ ավարտել, որ դերասանուհի լինեմ։ Պարզապես այդ ամենը հոբբիի նման է, բայց մեծ հաճույքով եմ զբաղվել դրանով, նշել էր Լուսինեն։ Ավարտել եք միջազգային հարաբերությունների բաժինը։ Ձեզ երբևիցե տեսնում եք այդ ոլորտում։ Հետագայում միգուցե, բայց այս պահին նման ցանկություն չունեմ։ Շատերը մինչև ամուսնանալը պատկերացնում են, որ ամուսնությունից հետո էլ հարաբերությունները պետք է մնան այդպես հեքիաթային, բայց կենցաղն ամեն ինչ կարող է խեղդել։ Ձեր հեքիաթը ինչ ընթացքի մեջ է։ Հավատացեք ինձ, այնպես չէ, որ ուզում եմ ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Մինչ ամուսնությունը ես պատկերացնում էի հետամուսնական կյանքը, գեղեցիկ երազի պես։ Ոչինչ չի փոխվել։ Ամուսինս այնպես է արել, որ ես մնամ իմ հեքիաթում, անկեղծացել էր Լուսինեն։ Դե իսկ մեզ մնում է միայն հավելել, որ այս հարցազրույցը արվել է տարիներ առաջ։ Իսկ այժմ Լուսինեն 2 երեխաների ծնունդից հետո շարունակում է իր բուռն գործունեությունը և աշխատում է հեռուստատեսությունում։